Հիմա այդ կեղծիքներով հանդերձ եւ ինձ համար օրինակ Էջմիածնի Վաղաշապատի ընտրությունները ցույցիչ էր էլ որոշակի առումով տեստային է ոչ այդքան Գյումրին, որքան այդ կեղծիքների իրենց տոկոսի առումով այսպես կոչված իշխանամետ երկրորդ ուժը չանցնելու առումով, որ իսկապես մեծ ձախողում էր իրանց համար, հա։ Ինձ համար ցույցիչ է հետեւյալը, որ նախ ես միշտ էլ ասել եմ եւ հետո չեմ կանգնում ասածից, օկուպացիոն ռեժիմներում սովորաբար ընտրություններով չեն ազատագրվում, բայց ընտրությունը դա մի քայլ է համապետական, որտեղ ժողովուրդը եւ ընդդիմադիր ուժերը կարող են միասնական կամք դրսեւորել այդ օրը եւ դրանից հետո, որպեսզի այդ կամքի դրսեւորումը լինի խիստ ծանրակշիռ եւ վճռական, պետք է դրսեւորողների թվականը շատ մեծ լինի, որովհետեւ եթե տեսականորեն ասենք Փաշինյանը ընդունենք մի 15, 10, 15, 20, 25% տեսականորեն ասենք, այդքան ձայներ ունի, այդ վարչական ռեսուրսն է, կեղծիքներ եւ այլն, եթե ասենք ընտրողների ընտրության իրավունք ունեցողնի 50%-ն է գալիս, այս 25% արդեն որոշակի առումով արդեն հաղթական է դառնում, էլի, այս 25 արդեն 50 է դառնում, չէ՞։ Հետաբար ես կարծում եմ, որ ընտրությանը պետք է առավելագույն մարդ գնա։ Ուղղակի տներից պետք է հանվի մարդիկ գնան ընտրատեղամասը։ Գիտեք նաև, այստեղ ինչ դրական բան կա, երբ որ մարդը գնում է, որոշակի առումով պահանջատեր է։ Եթե որ մարդուն խաբում ես, մարդը կարող է այդ խաբվելուց հետո կոշտ-կեցված դրսևորի, պահանջի իր իրավունքները։ Կարող է մեկ ուրիշը քթի տակ փնփնտա, մեկ ուրիշը ասենք մեղ գործի հայուի թողի գնա, մեկ ուրիշը շատ ագրեսիվ պահանջատեր լինի իր ձայնից եւ հետեաբար որքան շատ մարդ, ես ասում եմ 60-70%, եթե ընտրողների մասնակցություն եղավ, ինչքան ուզում են կեղծել։ Այդ 60-70%-ը նշանակում է, որ կեղծիքներից հետո հանրապետության փողոցները, այդ թվում ոչ միայն Երևանի, ամբողջ բնակավայրը ուղղակի հեղեղվելու են։